Այսօր որոշեցի մալինայով պիրոգ թխել, նայեցի որոշ բաղադրատոմսեր, բայց այս անգամ որոշեցի էլի մածուն օգտագործել կեֆիրի կամ կաթի փոխարեն։ Բաղադրատոմսը գրել եմ, փաստորեն ես երկու անգամ շատ եմ վերցրել բաղադրիչները, որպեսզի մեծ թավայով միանգամից թխեմ։ Դժվար բան չկա, փաստորեն սա կարելի ասել բիսկվիթ է, բայց արդյունքում այս բաղադրիչներով պատրաստելուց ավել պիրոգի նման ստացվեց, հավասար եփվեց և քաղցրությունը ամեն ինչը տեղն էր փաստորեն։ Ինչու թխեցի, որովհետև օրը ցուրտ է, անձրևային է, բոլորովին ամառային եղանակի նման չէ, որոշեցի զբաղեցնել ինձ, բացի դա օգտակար է, խանութից չենք առնի, կուտենք տնական խմորեղեն։ Հետաքրքիր է նկարելը, ահագին կենտրոնացնում է, ուշադրությունդ լարում է, տանում է դեպի թխելու ընթացքը, աշխատում ես այնպես անես, որ կարևոր պահերը ճիշտ նկարես, որովհետև երբեմն հակառակն է ստացվում, մոռանում ես կամերան ժամանակին միացնել և հակառակը։ Դժվար բան չկա, բոլոր բաղադրիչները միացնում ենք իրար, վերջում որին մեկ գդալ ալյուրով կամ հիմա ավելի շատ խորհուրդ է տրվում եգիպտացորենի կրախմալի մեջ թաթախել և ավելացնել խմորին։ Առհասարակ մի նկատառում եմ ուզում անել, որ մածունը և սոդան իրար խառնած պետք չէ օգտագործել։ Դա բավականին վաղուց կարդացել եմ խոհարարական մի ալիքում և մշտապես այդպես եմ անում, թե գաթաների ժամանակ, թե որևէ խմորեղենի, որտեղ օգտագործվում է մածուն և սոդա։ Միշտ մեկը սկզբում ենք գցում, ապա վերջում ենթադրենք մածունը։ Սա խոհարարական ալիք չէ, որ ես կարողանամ հետաքրքիր բաղադրատոմսերով կիսվել, բայց իմ փորձով և ինչքան որ հնարավորություն ունենամ, թխելու ուժ ունենամ, կարող եմ իհարկե նկարել և ցույց տալ, կիսվել իմ փորձով։ Ձայնագրությունը լսելիս այնպես եմ ձայնս նմանացնում իմ մոր ձայնին։
Ձեզ երբևէ նման զգացողություն եղել է։ Ես չգիտեմ, շատ նման է, թե ուղղակի օրս կարոտեցի։ Աչքիս առաջ եկավ այն տարիները, երբ նա կար, ես էլ երիտասարդ էի, և շատ անհոգ շրջան էր։ Առավոտյան փորձեցինք, խմորեղենը շատ լավն էր և փաստորեն հաջորդ անգամ կաշխատեմ այս նույն բաղադրատոմսով թխել, քանի որ սառցարանում էլի մալինա կամ մորի կա։ Ուրիշ անգամներ թխում ենք մուրաբաներով, չգիտեմ, այս անգամ թարմ հատապտուղը ավելի լավ համ տվեց, նման է այն մրգով տորթերին,